Մինչև երբ պետք է մեր տղաները չդառնան 20 տարեկան։ 9 տարի պահես մեծացնես, 20 տարի պահես մեծացնես, դժվարություններով, ինքնասպան չգործի, ինչն է պատճառը։ Թող այսօր մեր նախագահան ինքնասպան լինի, որ ինքն է պատասխանատու, ամբողջ զինվորության համար ինքն է պատասխանատու։ Բոլորը առանց բացառության, որը սպանել է տղայիս, մի անգամ այն բացահայտ է, երկու անգամ դատվել է պաշտոնական դիրքը չարաշահելու համար, գալիս են ասում են, դե սպանվեց, բա մի սև Վոլգա էլ չնստենք, սև Վոլգայով իրան գետնի տակը գնալ, թող ասի ով է, նյութից երևում է, որ ես եմ իրանից սև Վոլգան ուզել, թող պատասխան տա դրա համար, ես իմ երեխու արյունն եմ ուզում իրա վրայից մաքրել, ուզում եմ իմ երեխու արյանական բոլոր ղեկավարների վրայից մաքրել, որտև 2001 թվականավորը տղայիս սպանել են 100 դոլարի համար։ Էլի մեր տղերքը ընդեղ զոհվեցին, բայց գոնե գիտես պատերազմի դաշտում։ Շղթերեսի դուրս են գալիս։ Մենք ինչ իրավունք ունենք, ասենք մի տարեք, իրավունք չունենք։ Իրավունք դել է իրանցը, օրենք դել է իրանցը, անբարոյականների շղթանել է իրանք են։ Մենք կարող ենք այդպիսի բան ասենք։ Բայց երբ որ վերջացած ծառայությունը ավարտած 20 օրեր մնում երեխան տուն վերադառնա, մոր առաջ բերի 20 տարեկան չլրացած որդու դիակը դրեցին, 7 տան ճրակ, միակ արու զավակ, դա ցավով եմ ես ասում։ Եվ ուզում եմ ասեմ բոլոր հայ ժողովրդին կոչ անեմ, որ սա իմ տնտանիքում ա եղել, չեմ ցանկանում ոչ մեկի տնտանիքում, միացեք մեր կոչին, միացեք մեզ, պայքարենք բոլորս թող ռադելն կորչեն ջհանդամը, որը կանգնացրել են ամբողջ շարքը զինվորական շարված եւ ասել են, այս տղայի տերը իրավունք ունի մտածելու, որ այ արու զավակա ու արդեն բանակ, արդի բանակ, նա եթե չկրպներ, ով չգա բանակ, ով պիտի գնանք, հոյը 2 մետր, կարատեից 12 տարվա, արդեն դարպետի կոչում ունեցող, բենզինի բակի մեջ իբր գնացել է գողության եւ մնացել է խեղդվելաբարդում, միանշանակ այդպես չի, ես կարող եմ ապացուցել, նա ծեծված, ջարդված եւ բակի 2 տոննայով բակը դատարկն ամենը 2 սանտի է բենզինը որ հատակա ունեցել, կորություններով, այո, այդտեղից անհնար է, թող ինչ-որ մեկը հանի, ես տեսնեմ, որ այդտեղից հնարավոր է բենզին հանել, մենք փաստերով ասում ենք, անուն ազգանուններ ենք տալիս, քննիչը Մամուշակյանի հրահանգով, կապանի ամբողջ Սյունիքի մարզի դատախազի հրամանով, նեն գաբար փոխել է ամբողջ քննչական գործը եւ մեզ չի տեղեկացրի անգամ դատի մասին, նա պարտավոր է ծանուցում էնել մի քանի անգամ, եթե թեկուզ մենք առաջ անգամ հնարավոր չի եղել, որտեղ 20 տարեկան չկար մենք թաղել ենք, մենք պատրաստ չէինք լսելու որևէ մեկին, այդ սուքը մինչև այսօր մեր սուքին է, բայց այն ժամանակ թաղել ենք, բարի թող լինեն տեղեկացնեն, գոնե դատի օրը, կամ մեզ ճանաչեին զոհվածի, մահացածի, սպանվածի իրավահաջող։ Ոչ, դեպքը եղել է 2008 թվականին, մինչ այսօր ես պայքարում եմ համապատասխան աջաններով, համապատասխան մարմիններով, այդտեղ չկա, որ ես դիմաց չնչված այդ ամեն ինչը։ Այո, բիակը ես տեսել եմ, նկարներն այո, եւ ես պնդում եմ, նորից արտասնի։ Ինչ գործունի, ոչ, դուք տեղյակ եք, որ այդ նույն տղայի եւ տերեկան Դու ես սպանել դիակտորը, տանիշան, խունիգան, դու ես սպանել, պաստոր իրան, խունիգան, պարտում եք, բոլոր պարտում եք,
Ես երեխային պայտասներ, բալակի բոլորները հոշոտեն, այլ իշխանացների չեք պատասխան տվեք։ Իմների աղջիկաս են 25 տարեկան, չեք տամահարել երեխային, բայց օրներում են ստացել, ներել են, նույնիսկ նյութական վնասը չեն հատուցել իրենք, պետությունն ա տալիս իրանց փոխարեն։ Ու իրանք դուրս են եկել այսօր որպես նորմալ մարդ պետք է գնան նորից սպանեն։ Բանավորում են մարդասպաններին ինչի համար։ Ձեռնատու մեր երեխեքի սպանությունը Հայաստանում ցեղասպանություն է։ Ցեղասպանությունը Հայաստանի ներսում թող չպահանջեն ուրիշներից։ Թող թուրքը իմ երեխու սպաներ։ Թող թուրքը իմ երեխու սպաներ, ինձ համար այդքան ցավ չէր լինի։ Այլ ոչ թե իր զորամասի օֆիցերը։ Իմ երեխեն լավ զինվոր ա եղել, շնորհակալություններ են հայտնել մեզ Պրիսյակի օրը, որ պատրաստի զինվոր ենք տվել, ինչ եղավ իմ երեխու սպանեցին, իրանց գողությունները պարտակելու համար, իմ երեխու սպանեցին, ինչի համար։ Ում եք պաշտպանում, դուք եք զինվոր եղել, զինվոր եմ ուղարկել բանակ, դիակ եմ ստացել, այսօր չգիտեմ ինչի համար, եկել եք ում եք պաշտպանում։